Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14-ի դրությամբ +14-ից +18 աստիճան է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից էլ տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին հունվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում հունվարի 7-ի ցերեկը հունվարի 8-ին, 9-ի գիշերը 10-ի ցերեկը 11-ին 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունվարի 9-ի գիշերը 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը 8-ին, 11-ին 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունվարի 9-ից 10-ին առանձին շրջաներում սպասվում է ձյուն քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, հունվարի 8-ին, 9-ին, 11-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ից 9-ի ցերեկը կբարձրանա 3-ից 5, հունվարի 8-ից 10-ի գիշերը 14-18, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 2-ից 4 աստիճանով։ Ճանապարհային դեպարտամենտից էլ տեղեկացնում են, որ հունվարի 7-ին ժամը 9-ի դրությամբ Վարդենյանց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոտցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղավազով մշակման աշխատանքներ։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հունվարը համարվում է տարվա ամենացուրտ և ամենավտանգավոր ամիսներից մեկը, հատկապես ճանապարհային երթևեկության տեսանկյունից։ Հաճախակի ձյուն և ձնամուկ, հատկապես լեռնային մարզերում մերկասառույց, գիշերային և առավոտյան ժամերին ուժեղ հյուսիսային և հյուսիս-արևմտյան քամիներ, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, գիշերը սաստիկ ցուրտ, ցերեկը հարաբերական մեղմ։ Խորհուրդներ վարորդներին, որոնք շատ կարևոր են երթևեկել միայն ձմեռային անվադողերով, անհրաժեշտության դեպքում շղթաներով նվազեցնել արագությունը, պահպանել մեծ հեռավորություն, խուսափել գիշերային երթևեկությունից, հատկապես լեռնային ճանապարհներով, մեքենայում մշտապես ունենալ տաք հագուստ, ջուր, լապտեր, հետևել փակ և դժվարանցանելի ճանապարհների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ։ Խորհուրդներ քաղաքացիներին, որոնք ևս անհրաժեշտ են հագնվել շերտավոր, տաք և քամուց պաշտպանված, ընտրել չսահող կոշիկներ, զգուշանալ տանիքներից ընկնող սառցալեզվակներից, տարեցներն ու երեխաները հնարավորության դեպքում խուսափեն երկարատև դուրս գալուց։ Հիշեցում. հունվարին եղանակը կարող է կտրուկ փոխվել նույնիսկ մեկ օրվա ընթացքում։ Զգոնությունը, պատրաստվածությունն ու պատասխանատվությունը հունվարին ամենակարևորն են։ Անվտանգ և տաք ձմեռ բոլորին։ Տոնական աղմուկը կամաց-կամաց մարում է։ Ամանորից հետո ժամանակն է աշխատելու։ Կյանքը վերադառնում է իր բնական հունին։ Ամանորից հետո գալիս է կարգուկանոնի, նոր նպատակների և աշխատանքի ժամանակ։ Տոները մեզ ուժ տվեցին, հանգիստ, թարմ մտքեր, իսկ նոր տարին նոր հնարավորություններ։ Հիմա ճիշտ պահն է վերադառնալ առօրյային, սահմանել հստակ նպատակներ, աշխատել ավելի կենտրոնացած ու պատասխանատու, վերածել ցանկությունները իրական արդյունքների։ Թող հունվարյան ցուրտը չխանգարի առաջ գնալուն, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օր մոտեցնի հաջողությանը։ Ամանորն ավարտվեց, բայց նոր տարվա գործերը նոր են սկսվում։ Հաջող ու արդյունավետ աշխատանքային տարի բոլորին։ Իսկ Հայաստանում շարունակվում է ձմեռային բնորոշ եղանակն իր բոլոր ռիսկերով։ Պարբերաբար սպասվում է ձյուն, հատկապես լեռնային և նախալեռնային շրջաներում, գիշերային և առավոտյան ժամերին մերկասառույց գրեթե բոլոր ճանապարհներին, առանձին օրերին հնարավոր է քամու ուժգնացում, բուք լեռնանցքներում ջերմաստիճանը հիմնականում կլինի ցածր, գիշերները սառնամանիք, ցերեկը համեմատաբար մեղմ։
Երևանում ձյունը կլինի ընդհատվող, գիշերային ժամերին հնարավոր է սառույց, ցերեկները հիմնականում ամպամած, երբեմն պարզումներով։ Հիշեցնենք, ձմեռային եղանակին կանխատեսումները կարող են արագ փոխվել, ուստի խորհուրդ է տրվում մշտապես հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և եղանակային զգուշացումներին։